այսօր տեղեկացանք, որ բերման է ենթարկվել փաստաբան Ալեքսանդր Կոչուբայանը։ Ինչ կասեք այս գործով, տեղյակ եք ինչ գործով են բերման ենթարկվել։ Մեր ունեցած տեղեկատվությամբ այս պայն ներսում աշխատում են նրա գոլեգա փաստաբանները, ում հետ մենք փորձում ենք կապը պաշտպանել։ Մենք ունենք տեղեկատվություն, որ այն գործ, ինչի շուրջ բերման է ենթարկվել պարոն Կոչուբայևը, վերաբերվում է նրա վերջին գրառմանը Facebook-յան, որով ի պաշտպանություն եկեղեցու նա հանդես էր եկել, այսպես քննադատելով իր նախին գոլեգաներին եւ այս պայն արդարադատություն իրականացնող են անձանց, ովքեր որ այսպես ձեռքերը գործում են կեղտոտել եկեղեցու նկատմամբ ոտնձգություններով կամ իշխանահարաճո գործողություններով։ Այստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ ցանկացած հանրային անձի պաշտպանության գործողություն եկեղեցու նկատմամբ սվիններով է ընդունվում ժողովրդավարական բաստիոն հանդիսացող շակերտներում երկրում եւ փաստացի ասել ենք մի իրավիճակի, որ Facebook-յան գրառումի համար փաստաբան է բերման ենթարկվում եւ մենք ունենք տեղեկատվություն նաեւ, որ նրան փորձում են քրեական գործ ստեղծել, այսպես հորինել, որի շուրջ նաեւ հնարավոր է տանեն կալանավորման։ Ինչ եք կարծում, իշխանություն իրավապահ համակարգը ինչ է ցանկանում Այսպես իրավապահ համակարգը ինչ է ցանկանում ասելը վաղուց արդեն ոչ մոդայիկ է, որտեղ իրավապահ համակարգ եւ արդարադատություն իրականացնող մարմինները վաղուց սեփական խոսք ասելու ունակությունը կորցրել են։ Նրանք դարձել են հլուց առաներ այս իշխանություններին, իսկ իշխանությունները առավել եւս սպասվող էլեկտորալ պրոցեսներից առաջ փորձում են այսպես վախի մթնոլորտ ձևավորել, որ ցանկացած անձ սեփական կարծիքը արտահայտելու համար հնարավոր է եւ կենթարկվի քրեական պատասխանատվության։ Բայց այսօր Փաշինյանը ասում էր, ես լրահոսից եմ տեղեկանում։ Ձեր նշած անձնավորության խոսքերը մեկնաբանելը վաղուց ինձ համար անշնորհակալ գործ է եւ ժամանակի ավելորդ կորուստ, որովհետեւ երբ մի մարդ կարողանում է պատերազմ կեղծել ու կեղծված պատերազմի հանձնված հայրենիքի արդյունքում կարողանում է ասել, որ ես այս կամ այն ասած իրար հակասող արտահայտությունների մեջ ընտրում է, թե որն է ճիշտ ասել, հետեւաբար մյուսը սուտ է ասել, խրոնիկ ստախոսներին մեկնաբանելը իմ գործը չէ, ներողություն։